Անցյալ շաբաթ, երբ հայության շատ մի փոքրիկ զանգված, շատ փոքրիկ, այսպես մի 0.0001%-ը մտահոգ ցույց էր անում Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ մյուս ռազմագերիներին, որոնց դատում են այսօր Բաքվում, մի քիչ ավելի մեծ զանգված այդ անտարբեր հայությունից նորից ցույց էր անում, բայց բոլորովին մեկ այլ վայրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց ի պաշտպանություն իրենց սիրելի համասեռամոլ բլոգերի, այդպես ասենք։ Ընկերս էլ նույնիսկ զանգեց այդ օրը, բա գիտես Ամերիկայում դոկին են ձերբակալել, ասեմ դոկ ով է, ես մի պահ չհասկացա, որովհետև մեր ընկերության շրջապատում դոկ երբեմն մենք կոչում ենք, մենք մի երկու հատ բժիշկ ընկեր ունենք, նրանց են կոչում դոկ, դոկտոր, ուրեմն բարի հապավան ձևով, մի պահ չի չհասկացա, հետո ասի դոկ ով է, բա այն որ մի հատ հայտնի բլոգեր կա, միանգամից պատկերացեցի ու մասին է խոսքը եւ ասացի, որ ես դրան ընդհանրապես չեմ լսում, բա ես էլ չեմ լսում, բայց ձերբակալել են, բայց ես գիտեմ, որ ինքը երբեմն լսում է, հիմա ինքը զայնագրությունը դիտում է ու ես իրան էլ եմ ասել, որ ես գիտեմ ինքը լսում է։ Եվ շատ շատերը հայության մեջ, մեր հայերից, հայաստանցիներից, ուրեմն սիրում են հետևել այդ անձին, ես որ ճիշտն ասեմ, մի անգամ եմ դիտել երևի մոտ մի 30-40 վայրկյան, լսելով նրա բառապաշարը, անմիջապես անջատեցի ու այդ օրվանից ես այդ մարդուն երբեք դիտած չկամ, ոչ հետևում եմ, ոչ լսում եմ, որովհետև ինձ համար իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այդպիսի բառապաշարով, այդպիսի խոսալու ոճով խոսացող մարդուն հետևել։ Անկախ դրանից, թե նա ինչ սուր հարցեր է բարձրացնում կամ ումա քննադատում։ Ես ծնվել մեծացել եմ Երևանում, Ամիրան փողոցում, իմ մանկությունը անցել է այնպիսի մի պայմաններում, ես այնպիսի մի ուրեմն փողոցային, այդպես ասած, դասիրակություն եմ ստացել, տեսել եմ, որ նախտարաշինը փոքրերը մեծերի կողքը կանգնելու իրավունք չունեին ու փոքրերը մեծերի ներկայությամբ հայհոյանք տալը դա բացառված էր եւ պատահական չի որ մեր ազգի մեջ դա միշտ եղել է որ մենք տանը չենք հայհոյում կանանց մոտ չենք հայհոյում մեծերի մոտ չենք հայհոյում ու այտենց եղել է շատ բաներ են փոխվել աշխարհն է փոխվել հիմա հայհոյում են աչուձախ եւ արդյունքում նայա որ այսօր մի մարդ կա, որը ամեն երկրորդ բառը հայհոյանք է եւ այդ թասիբով հայ ժողովուրդը, որ մայրիմ սուրբ ու բարի, ասես բաներից են խոսում եւ այլ, կարող է նստեն ընտանիքով կամ առանձին իրանց մոր հետ, իրանց կնոջ հետ, լսեն այդ մարդու խոսքը, այդ մարդու հայհոյանքները ու անեց բաներից ասում այդ 30 վայրկյանի մեջ ես մի անգամ լսեցել, այն ինչ որ իրան արել են ինքնաուրիշներին սեռական ինչ որ սպասարկում արել ներքին գործերի նախարարությանը Գասպարյան Վովայի ուրեմն շրջապատում, այսօր ինքը էկրանից հաղորդում է Նիկոլին, սրան, նրան եւ այլ։ Տղամարդուն ոչ վայել, հայ մարդուն ոչ վայել գբարապաշարով, բայց ամենասարսափելին նա է, որ հայ ընտանիքներ կան, որ նստած դա լսում են։ Հայ կանայք կան, հայ աղջիկներ կան, որովհետև այդ ցուցարարների մեջ, որ նայում է Միացյալ Նահանգների ուրեմն դեսպանատան մոտ, որ հավաքվել են, բացառությամբ լցոնած շրթունքներով այդ տիկինը ակտոստերով, որ որպես այդ միջոցառման լիդերներ խոսում էր, հետևի մարդիկ տարբեր տարիքի էին, ու նայում ես դեմքներին, մտածում ես, սա ինչ որ մեկի հայրն է, սա ինչ որ մեկի մայրն է, բա դու տղա ես, քեզ թասիբով ապեր տղերք եք, բա քո մերը դու չես ամաչում, գնացել է դեսպանատան դեմը այդ համասեռամոլ կեղտաբերանի պաշտպանության համար ելույթ անելում, էլի, էդի ես չեմ հասկանում, ձեր տան ուրիշ սրբություն չկա, ձեր տանը Հիսուս Քրիստոսի նկարը չկա, ձեր տան պատից խաչ կախած չկա, դուք եկեղեցի չեք գնում, ո՞յն է ձեր տան սրբությունը կամ դոկտա կամ Նիկոլ Փաշինյանն է, դուք էլ ուրիշ սրբություն չունեք այս կյանքում, համենայն դեպս դա նորություն չի ինձ համար ճիշտ ասած, չեմ զարմանում, որովհետև
իսկապես բարոյալքված ժողովուրդ ենք, արժեքազրկված, անբարոյական, անթասիբ, դավաճան, մանրահոգի, քաղքենի, դրա համար պատահական չի, որ այդ անձի ուրեմն տեսա ժապավենիդ, որ տակը նայում եք 300,000 դիտում ունի, բայց կարող է խոսա, ասենք, Պարուր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը, Խելացի Էդմոն Մարուքյանը, այդ մարդկանց վերլուծությունների տակ, վերլուծականների դիտումների տակ կարող է մի քանի 100 հոգի դիտում տեսնեք։ Հասկանում եք, կամ մի հատ շատ գեղեցիկ հաղորդում կա գրականագետ մի տիկին է վարում հայ հանճարների մասին, Մարտիրոս Սայրան, գրողներ եւ այլ, նայում ես, երբեմն ես նրան ֆինանսավորում եմ իմ հնարավորության սահմաններում, որպեսզի էջի շարունակի գործել, նայում ես դիտումի տակը մի քանի 100 դիտումներ, 1000-ի չհասնող, երբեմն 1000-ից անցնող, այսինքն հայ ժողովուրդը, մանավանդ հայաստանցիները բնականաբար, ինչ խոսում ենք հայաստանցիների մասին է, այնքան արժեքազրկված, այնքան բարոյազրկված են, որ այդ մարդուն են նայում եւ դա հիվանդություն է, ես գտնում եմ դրա պատճառը հիմնականը հայ ժողովրդի հայության տգիտությունն է եւ անգրագիտությունը, որի դեմ որ պետք է իշխանությունը պայքար տանի, ժողովրդին կրթի, կրթված սերունդ մեծացնի, որով դա նա ինքը չի անում, դրանով չեն զբաղվում։ Շատ կներեք իհարկե, դա էլ օրինակ բերեմ, եթե այսօր Հայաստանում պետական համալսարանի դասախոս Գևորգ Պետրոսյանն է, նայում եք այդ մարդու խոսելա ոճը, բառապաշարը, նախադասություն կազմելու ձևը, հիմա կանվանեք կամ ինքը իրան կանվանի քաղաքական գործիչ եւ այլ, կարելի է պատկերացնել, թե հայկական կրթական ուրեմն համակարգը ինչ ողբալի վիճակի մեջ է։ Ես սովորել եմ իմ ընկերների դա կհաստատեն, ավարտել եմ Բրյուսովի օտարլեզուների ինստիտուտը, դասախոսներ ունեինք Հասմիկ Անտոնովնան, մոռացա ազգանուն, Ասման Գուլյանը, Կռունկյանը, ես չգիտեմ, Խոնդկայրան, Խլղացյան, ամեն մեկը մի, ինչ ասեմ, մի գիտության, մի քաղաքավարության, խոսելաձևի մի հանրագիտարան էր, այդ մարդիկ բերանները բացում խոսում էին, հիացմունք էր ապրում, այսօր դասախոսը Գևորգ Պետրոսյանն է եւ կարելի է պատկերացնել ընդհանրապես ինչեր է կատարվում այդ ուսումնական հաստատություններում, հա եւ մի բան էլ նշեմ, անցյալ օր ունեմ կարծեմ եթե չեմ սխալվում Էդմոն Մարուքյանի մի եթերի տակ մեկը գրառում էր արել, շատ տգեղ, մարդուն ոչ վայել, այսինքն կարելի է դիտել կամ չդիտել այս կամ այն քաղաքական գործին, կարելի է համաձայնվել, չհամաձայնվել, բայց քո անհամաձայնությունը ինչ-որ գռեհիկ վիրավորական ձևով արտահայտելը տիպիկ հայկական է, անվայել է, անընդունել է ինձ կողմից, բայց տիպիկ հայկական է, խփեցի այդ մարդու անունի վրա, որ տեսնեմ հետով այդպիսի բան գրել, դե Facebook-ը գիտեք, տարավ իր էջին, պրոֆեսոր, կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր, համալսարանի, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր, զարմացա, մտածեցի երևի fake օգտատեր է, երտող ուղարկեցի դրա, շատ հարգալից, ներողություն խնդրեցի անհանգստության համար եւ հարցրեցի, թե դուք իսկապես պրոֆեսոր եք, իսկ ինչ խոսալու ոչ է, դուք պետք է մենակ տեսնեք, թե այդ պարոնը ինչպես ինձ պատասխանեց, ինչպեսի վիրավորանքով, չմո ինձ նույնիսկ կոչեց, չմո, իհարկե ես նրան խոստացա, որ ես մեկ ամսից լինելու եմ Երևանում, անպայման կայցելեմ պետական համալսարանի կենսաբանության ամբիոնը, տեսնեմ ինքը այդ ֆաունաների կյանքը եւ երկենցաղների կյանքը Հայաստանում այդ մեռած գիտության ինչպես է ուսումնասիրել գրքեր գրել, որ եկե հասել է իր կրթական մակարդակով այդ խոսելա ոչին։ Ես դա նրան խոստացել եմ, իր շուտով դա կիրականացնեմ, բայց համենայն դեպս էլի ես մեկնաբանություն կտեղադրեմ իր գրած ուրեմն ուղերձը, իր գրած երտողը ինձ, որպեսզի դու տեսնեք ով է։ Եվ ասես մտածում եմ այս ժողովրդի այս անհարգալից խոսակցությունների, վիրավորանքների, հայհոյանքների մասին, հասկանում եմ, որ դրա պատճառը ժողովրդի տգիտությունն է եւ վատ դասիրակված, վատ կրթություն ստացած լինելը փաստը,
եւ գտնում են, որ պետքա եթե կառավարությունը դա չի անում, իշխանությունները չեն անում, ԿԳՍՄ-ն չի անում, մենք ազգովի պետքա պայքարենք դրա դեմ։ Մենք պետքա փորձենք մեր մեջից, մեր հայաստանցիների մեջից վերացնենք այդ տգիտությունը, այդ տխմարությունը, այդ հայոյանքը, այդ խոսելաոճը, որ դուքից բացի երբեք ուրիշ ձևով իրար չդիմեն։ Դրա համար Facebook-ում ես բացում եմ մի նոր խումբ, մի նոր էջ, երևի անվանումը կլինի այդպիսի համապատասխան, ասենք անվանում պայքար խոսելաոճի կամ վատ խոսելաոճի դեմ, ցանկացողները կարող եք ուրեմն ուղարկել ձեր ուրեմն դիմումներ, այսպես ասած, միանաք այդ խմբին եւ կոչ եմ անում բոլորին, որտեղ որ կայքում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում կտեսնեք որևէ մեկին, որևէ մի հայի, իհարկե ոչ fake ինչ որ օկտատիրոջ, որ անուն ունի, ոչ նկար ունի, ոչ գիտեք ով է ինչա, բայց եթե կոնկրետ մարդ է, կին է, առավել ևս, կամ տղամարդ է, կամ երիտասարդ է, կամ աղջնակ է, որ ուրիշներին դիմում է այդ ձևով, փողոցային խոսելաոճով, հայոյանքով, վիրավորանքով, ուղարկեք նրա նկարը, նրա տվյալները, մենք բոլորս միասին, ձեզ հետ միասին կտեղադրենք այդ կայքում, տեղադրելուց հետո կտարածենք, որպեսզի բոլորը ճանաչեն այդ մարկանց, որպեսզի այդ մարկանց նրանց տեսնեն իրենց ընտանիքի անդամները, իրենց աշխատանքային ընկերները, ընդհանրապես փողոցում քայլելուց, որ իրանք քայլեն, մարդիկ իրանց դեպքին նայեն, իրանց ճանաչեն, որ իրանց Facebook-ում տեսել են, սա այն կեղտաբերանն է, որ ուրիշներին դիմում է հայոյանքով, վիրավորանքով։ Իհարկե այդ չարությունը, այդ ագրեսիան մեկը մյուսի նկատմամբ դա ուրիշ հարց է, բայց տանը նստած, երբ որ նստում են բանի վրա, բազմոցի վրա եւ տնից sense թիկունքից խփելով սրան նրան հայոյանք են գրում, պրոֆեսորի պես, կենսաբանության ամբիոնի պրոֆեսորի պես, դա ուրիշ հարց է։ Միացեք այդ խմբին, ուղարկեք այդ մարդկանց նկարները, տվյալները եւ նրանց այդ կեղտաբերան գրառումը եւ մենք կտեղադրենք Facebook-յան էջում։ Ամենայն բարիքներ բոլորիդ։